սկսենք։ Տեղավորվեք, Ռավիճուն արությունների ուսիսավ։ Ողջույն բոլորին, կարող եք եկել, այսօր մեր համար, մեր ամբողջ համայնքի համար շատ կարևոր օր է։ Ես անցյալ տարի G-Con-ի բեմից հայտարարեցի New Coaching Program-ի մեկնարկի մասին։ Այսօր մենք արդեն ունենք առաջին արդյունքները, առաջին ծնծաղիկները։ Ծնծաղիկը շատ ակսի։ Ինքը շատ սիրուն, շատ օգտավեր ծաղիկ է, բայց նա շատ փխրուն է, ու պետք է մենք այսօր հասկանանք, որ առաջին արդյունքներն ենք ստացել ու պետք է շարունակենք, որ ամրացնենք այդ արդյունքները։ Եվ խոսքս այդ ժամանակ ասում է, որ ամերիկյան բիզնես մշակույթում կա հրաշալի խոսք United we stand, divided we fall, ու այս ամբողջը մենք դիտարկում ենք որպես մեկ համայնք, որպես մեկ էկոսիստեմ, որ պետք է շարունակենք զարգացնել, եւ նոր coaching պրոգրամները գաղափարված եղել տարիներ շարունակ անդադ նկատել ենք, որ մարդիկ երազում են խաղեր ստեղծելը դարձնել իրենց մասնագիտությունը, տարիներ են գնում մեկ խաղի վրա աշխատելու համար, տասնյակ հազարավոր դոլարներ մի բիզնեսից հանում դնում են խաղերի ստեղծման թիմի աշխատանքի համար ու վերջում ֆեյլ են լինում, այդպիսի օրինակներ բազմաթիվ գիտեմ, մեր գրասենյակ են եկել, պատմել են, ցավոք միշտ եկել են ու պատմել են վերջում, երբ որ այդ ամեն ինչը արդեն ավել են, արդեն արդյունքը բացատրվում, որ վատալի է։ Նոր coaching պրոգրամի ամբողջ իմաստը այն է, որ մարդիկ ովքեր երազում են իրենց թիմ ու իրենց խաղերը ստեղծեն, բայց չունեն այն փորձն ու գիտելիքը, այդ մեծ անդունը փակենք, փոխանցենք ու դարձնենք ավելի հնարավոր, որպեսզի մարդիկ իրենց իրենց գործով զբաղվեն։ Իսկ արդյունքում պիտի ունենանք Հայաստան, որ խաղերի ստեղծման քարտեզի վրա երևում է նշանակալի է ու կարևոր է, որպես խաղերի ստեղծման երկիր, որտեղից գալիս սովորում է, թե ոնց է այս ամեն ինչը արվում։ Ես ոնց հասկանում եմ, բոլորը խաղերի ինդուստրիայից են, կամ խաղերի հետ արդեն շփվել են, կապում են, ով պատկերացում չունի խաղերի ինդուստրիան, ինչ չափի է, ինչ խոշոր պատկերացումով չունի, թող ձեռնարկացնի։ Ես մենակ խաղում եմ, եթե։ Okay, քանի որ մեծամասնությունը գիտենք, ես այս երկու սլայդը անցնեմ առաջ, networking ժամանակ հետո խոսանք։ Այս սլայդերը գնանք առաջ եւ խոսենք coaching պրոգրամի այս պահին ունեցած մեր պատկերացման մասին։ Երբ որ մենք սկսում ենք նոր coaching պրոգրամը, մենք բավարար պատկերացում ունենք սկսել համար, բայց նաեւ քանի որ այդ ամենը շատ նոր է, մենք ոչ մի տեղից չենք վերցրել այդ գաղափարը, մենք տարբեր գաղափարներ համադրել ենք ու ստացել ենք նոր բան։ Մենք հասկանում ենք, որ շատ բաներ ընթացքում են բացվելու ու այս ամիսների ընթացքում ահագին բաներ արդեն բացվել են ու ուզում եմ ձեզ հիմիկվա վիճակը պատմել, որ դուք էլ հասկանաք, թե հիմա ինչ եք պատկերացնում, երբ որ ասում ենք նոր coaching program։ Առաջին բանը այն է, որ 3 փուլ ոնց որ կար, այնց էլ մնացել է, առաջին փուլը replication-ի ու անալիզի փուլն է, ստեղ մի քիչ մանրամասներ ասեմ ձեզ, ուրեմն ինչն է նպատակը, մենք ուզում ենք ստեղծել թիմեր, որոնք կարողանում են տեխնիկապես իմպլեմենտ անել խաղ, այդ թիմերը կարողանում են անալիզ անել, deconstruct անել, լավ խաղերով հասկանալ ինչու են այդ խաղերը բավական, որտեղ ինչ թերություն ունեն, ու մեկ էլ ունենք արդեն ձևավորված թիմեր, որոնք որ գիտեն ինչ է process-ը, գիտեն ինչ է team culture-ը, գիտեն նկատի չունեն շատ խոր պատկերացնում, բայց արդեն շփվել են, արդեն հասկանում են ինչ գործիքներով պետք է օգտվեն, արդեն առաջին կոմունիկացիայի խնդիրներն ունեցել ու հաղթահարել են թիմի ներսում։ Process-ը սենց է, 2 խաղ են կրոնավորում եւ 3 խաղ են construct անում, հետո կա ժյուրին այսօր այստեղ է, որը շատ փորձառու մասնագետներ են, լավ ճանապարհ անցած, այս մարդիկ նայելու են այսօր թիմերի ստեղծած աշխատանքները եւ եթե ժյուրի 5 հոգանոց ժյուրից գոնե 3-ը համաձայն է, որ թիմը անցնի հաջորդ փուլ, ապա թիմը անցնում հաջորդ փուլ։ Եթե չէ, թիմը մնում է այս փուլում
դրելու կարողությունների, որպեսզի թիմը կարողանա անցնի հաջորդ փուլի։ Տեղորությունը պատկերացնում ենք 2 ամսվա, մոտավորապես 2 ամսվա չափ, մենք այս անգամ գնացել ենք 4 ամիս պլյուս, տարբեր պատճառներով, որտեղ երկրում չեմ եղել, որովհետև ամեն ինչ նոր ու շատ բաներ փորձարկելով ենք հասկանում, հիմա բնականաբար ավելի արագ կարողանանք գնալ։ Այստեղ այս թիմերը, ովքեր առաջին փուլում մասնակցում են, ով է իրաց օգնում, որ հաջողեն։ Բոլոր թիմերը ունեն այն coach, բոլոր թիմերը ունեն մեկը մյուսին, իդեպ բավականին լավ աշխատան, եթե ինչ-որ մեկը խնդիր ունենում, մարդիկ այս նկատում են շատ բաց են, ուզում են օգնել, չգիտեմ, տեխնիկական խնդիր, կանոնական խնդիր, ասում են իրենք են առաջարկում, ասում են ասեք, տեսնենք ինչ խնդիր ունեք, որ ձեզ օգնենք։ Եվ ունենք նաև առաջին փուլում trusted mentor-ներ, mentor coaching programը, համարվում որ այս մարդը այդքան ինտելիգենտ կարողություն ունի, որ չի mislead անի թիմերին, այլ հակառակը կօգնի եւ բացառիկ մենտորական սեսիաներ են ունենում։ Առաջին փուլում մենտորների սեսիաները շատ բացառիկ ու քիչ են։ Ինչ են ստանում outcome-ում, ունենում ենք ձևավորված թիմեր, որոնք կարողանում են խաղ պատրաստել եւ ունենք թիմեր, որոնք կարողանում են deconstruct անալիզ անել։ Այս առաջին փուլը։ Այս փուլը հաղթահարելուց սկսվում է երկրորդ շատ ավելի հետաքրքիր փուլը, ստեղծագործական փուլը։ Այստեղ նպատակը ինչն է, որ թիմը կարողանա արդեն market research անի, կարողանա production անի, այսինքն ideation անի, build անի, test անի, play test անի, iterate անի, թիմը արդեն creative collaboration-ը կարողանա, այսինքն ամբողջ թիմի պոտենցիալը օգտագործվում ան, որպեսզի գաղափարները հղկվեն, լավանան, իսկ ոչ մի հոգի այդ գաղափարի տեղ, այլ ամբողջ թիմը կարողանում է contribute անի, եւ վերջում թիմը կարողանում է իր արդյունքը տեսնել, դա լինի play test-ի տեսքով կամ թեկուզ շուկայում փոքր ինչ-որ ծավալի տեսքով։ Պրոցեսը թիմերը ստեղ պետք է ստեղծեն երկու արդեն իրանց իդեալով խաղերը, օրիգինալ խաղերը, եւ նորից հանդիպում են ժյուրիի, նորից նույն ստրուկտուրալ պայմաններով։ Տեղողությունը նորից 2 ամսվա չափ եւ այստեղ նորից coach-ն է, իրանք են իրար օգնում, coach-ն է օգնում, այստեղ trusted mentor-ները արդեն ի տարբերություն առաջին փուլի ավելի հաճախ են հանդիպում եւ այս ավելի հաճախ հանդիպելը ոչ թե դրացուցիչ reward-ը, այլ ֆունկցիոնալ կարևոր նշանակություն ունի, որովհետեւ երրորդ փուլում մենք ենթադրում ենք, որ այդ mentor-ներն այդ թիմերը պետք է սկսեն իրար ավելի սերտ աշխատել, կասեմ ավելի կոնկրետ թե ոնց։ Այստեղ արդեն երկրորդ փուլը հաղթահարած թիմերը իրանցից մարդիկ են դուրս գալիս, ովքեր որ coach-եր են։ Այսինքն եթե մինչև իրանք միայն ստանում են ինտելեկտ, միայն օգնություն են ստանում ու իրար են օգնում, հիմա իրանք են դառնում coach ու սկսում են իրանք անցած ճանապարհի մասին պատմել, օգնել իրանցից հետո եկողներին։ Outcome-ը դիմում է թիմեր, որոնք որ կարողանում են մարքեթի նիշա գտնել, որտեղ որոշում հասցնեցը, եւ այդ խաղը իդեայի փուլից հասցնում են մինչև վերջ, մինչև տեստավորման փուլ։ Եվ երրորդ փուլը ինկուբացիայի փուլն է։ Եթե երկրորդ փուլն են հաղթահարել եկել ինկուբացիայի, ապա այստեղ մենք արդեն develop ենք անում ձեռնարկության եւ business mindset-ը, թիմերը պետք է արդեն սկսեն մտածել գումար վաստակելու մասին, պետք է կարողանան լուծել publisher-ների հետ աշխատել, ամբողջ նպատակները, որ թիմերը արդեն սկսեն գեներացնել եկամուտ։ Այստեղ process-ը մի քիչ փոխվում է, անհատական մոտեցում ավելի պետք, անհատական մոտեցում նշանակում է պետք է նախ թիմերին ստեղ խոսել, հասկանալ իրենք ոնց են տեսնում իրենց vision-ը, որ ունեն, ուր են ուզում գնալ եւ ինչ են պատրաստվում անել եւ roadmap ստեղծել։ Բացի դրանից նորից coaching session-ներ, բայց արդեն ոչ թե խաղերի մասով, ավելի ձեռնարկության մասով, մենտորները սեմինարներ են անում եւ ստեղ արդեն մենտորները այն առաջին փուլում մենտորները, որոնք որ թիմերին եկել են, տեսել են որպես ժյուրի, որպես master class-անով մարդիկ, տեսել են, ճանաչել են, լսել են, հարցեր լսել են, խնդիրներ տեսել են, թիմերը ինչ կարա, այդ մենտորները սկսում են արդեն թիմերի հետ աշխատել որպես իրենց թիմի մի մաս։ Ովքեր են օգնում նորից նոր coaching programming team-ն peer մեկը մյուսին են օգնում, trusted mentor-ները ու selective mentor-ները, selective նկատի ունեմ, selection-ը սենց է դնում, այս թիմը
ուզում է այս մենտորի հետ աշխատի, այս մենտորը ուզում է այս թիմի հետ աշխատի, եթե այդ երկու կողմը կա, ապա ոնց որ իրանք իրար հետ ոնց որ ավելի սերտ են աշխատում, դառնում են մեկ թիմ։ Այստեղ երրորդ փուլի ժողովուրդը օգնում են եւ առաջին փուլի ժողովրդին եւ երկրորդ փուլի ժողովրդին։ Այստեղ կարևոր է խոսալ partnership-ի մասին, ձևավորվում է համագործակցությունը, ասենք ոնց է, նույն coaching պրոգրամը փոքրիկ share է վերցնում թիմերից, plus փոքրիկ share են վերցնում այն մենտորները, ովքեր ուզում են այդ թիմերի հետ աշխատել, եւ թիմերն էլ ուզում են այդ մենտորների հետ աշխատել։ Տեսնում են, որ այդ մենտորները իրենց արժեք են ավելացնում։ Լրացուցիչ ուզում ենք նաև ինվեստորներ ունենանք, եթե սկսենք արդեն հաջողություններ ցույց տալ, տեսնեմ, որ ստեղից դուրս եկած թիմերը գնում հաջողության պարապմունքներ են ներում, ապա արդեն այստեղ 4 կողմանի համագործակցություն կլինի, այդ share-ի բաշխումը կլինի թիմի, մենտորի, coaching պրոգրամի եւ ինվեստորների մեջ։ Outcome-ը ինչ է, ոստեղ outcome-ը շատ հետաքրքիր է, առաջին մեր target-ը է, որ մենք ստեղծենք թիմեր, որոնք product թիմեր են, ովքեր որ կարողանում են իրենց product-ը սարքեն գումար վաստակել։ Այս պրոգրամի target-ն է, բայց որոշ դեպքերում թիմերը ուրիշ բան են ուզում։ Իրենք ուզում են, որ ավելի ապահով տարբերակով գնան, իրանք անեն ուրիշ թիմի պրոյեկտ, իրանք ունենան իրենց թիմը, մի քիչ ավելի ապահով տարբերակ լինի, այս outsourcing-ի տարբերակն է։ Այս պլան B-ն է։ Եթե առաջին պլանը չի աշխատում, ասում ենք երկրորդ պլանին։ Եվ կա պլան C, իրականում սա վատագույն եւ ոչ ցանկալի տարբերակն է, բայց քանի որ ինքը նորից արժեք է ստեղծում, դիտարկում ենք, որ օքեյ, դրա համար էլ կարող ենք ինչ-որ չափի ուրախանալ, որ արդյունք ենք ստեղծել, պատկերացրեք թիմերը արդեն 6 ամիս աշխատել են, իրար հետ են աշխատել, մեծ պորտֆոլիո ունեն, գոնե 4 խաղ են ստեղծել, 2-ը կլոն արած, 2-ը չէ, կոնստրակտոր են արել, entrepreneurial mindset, ինչ-որ բայ այդ թիմը որոշում է, որ օքեյ, այս ճանապարհը չի ուզում շարունակել։ Ինչ է լինում, բերում ենք բավականին ուժեղ կարիեր, որոնք հենց այդ բանի կարող են իրանալ արդեն պատրաստի թիմեր, մարդիկ բավականին solid փորձ ունեն։ Ընդ որում ստեղ մեզ ասում են, որ օքեյ, նուրը կար այդ մարդկանց հայրանի, դա ոնց որ բան է, օրիթա, ստեղ շատ հստակ ուզում եմ ասեմ, որ նուրը coaching պրոգրամը չի դիտարկում որպես կադրերի ստեղծման ճանապարհ, որպես տեղ, որտեղ որ օքեյ, մարդիկ այս ճանապարհը չեն շարունակի, մենք իրենց հայրը կանենք։ Մենք դրա համար ունենք առանձին bootcamp-ի տևողությունը ընդամենը 8 շաբաթ, 6 ամսվա փոխարեն 2 ամսից էլ քիչ է։ Հիմա bootcamp-ը ընթանում է, ունենք բազմաթիվ դիմողներ, 90-ից ավել դիմողներ ենք ունեցել, ընտրել են 40 քանիսին, հենց հիմա ընթանում է մենք կադրերի խնդիր ու coaching պրոգրամով չենք լուծում։ Ասեմ ավելին, այս թիմերից կադր վերցնելը, դա ուղղակի նշանակում է քանդել այն ինչ-որ մենք սարքանք։ Որտեղ մենք ուզում ենք այդտեղ թիմ դիպտանանք, եթե մենք այդտեղից կադր ենք վերցնում, նշանակում մենք մեր դիպտարած թիմն ենք քանդում։ Գաղափարապես շատ տարբեր բաներ են, մենք ուզում ենք ստեղից թիմ ստանալ։ Այս պլանցը վատագույն տարբերակ է, որ մենք կարող ունենանք, հասկանում ենք, որ դա բավականին հավանական տարբերակ է, որ այդտեղ պլան մեծ համառություն ու մեծ ջանք է պահանջում եւ նաեւ ստատիստիկան ցույց տալիս, որ շանսերը շատ փոքր են, որ թիմը կարողանա հասնել դրան, բայց մենք փորձենք այդ շանսերը մեծացնել, ամեն ինչ անենք, օգնենք ձեր հետ միասին, բոլորս միասին կարողանանք այդ շանսերը մեծացնել ու ինչքան հնարավոր շատ թիմերի հասցնենք տեղ։ Ուզում եմ խոսել հավատացողների մասին։ Այս շատ կարևոր բան է, այսօր որ մենք հավաքվել ենք, այստեղ ստեղծան դահլիճում գտնվում են մարդիկ, ովքեր հավատում են այս ամեն ինչին ու կարևորում են։ Հակառակ դեպքում ստեղ չեն լինի, անկախ նրանից թե ինչ կարգավիճակ են դահլիճում։ Ուզում եմ ասեմ, որ այս հավատը ոչ բոլորն են կիսել ու կիսում ու հաճախ այս հավատը դրսում ավելի շատ են կիսում, քան ներսում։ Մեր տանը Հայաստանում հավատը շատ ավելի քիչ է եւ ամենամեծ կրիտիկաներից մեկը այն է, որ սա մեծ ընկերության անելու բան է։ Մենք դրան չենք հավատում, մենք հավատում ենք, որ մեծ ընկերության անելիքը սա չի։ Սա սկսում է հենց ապրած էկոսիստեմից, փոքր ընկերություններ, թիմեր մարդիկ հավատում են իրար գլխի, սկսում են լիքը մանր ընկերություններ ստեղծել ու ինչ-որ մի բանի դրանցից մեծ արդյունք է ստեղծվում։ Այստեղ բանը մենակ հավատալու
մեջ չի։ Ասենք կարելի է օրինակ վերցնել, օրինակ էլի իմ սիրած Ֆինլանդիայի օրինակը, որտեղ իրենք ունեն Supercell, որ աշխարհամիջակ հզոր ընկերություն է, բայց Supercell-ի միջև ստեղծվելը Ֆինլանդիայում ահագին solid game development կար։ Ու մենք հավատում ենք, որ Supercell-ը ստեղծվել է այդ պատճառով եւ ոչ թե հակառակը։ Իսկ հիմա Supercell-ը մեծ բան է, հետ ոնց որ multiplicative effect ունենում ինդուստրիայի վրա։ Լիքը գումարներ դրում միջոցառումներ, գիտելիք շերանել, մի խոսքով մեծ ազդեցություն ունեն։ Բայց մարդիկ ոնց որ այդ արմատի, այդ ծառի հետ կառավարությունը աճել, այդ մասը չեն տեսնում, հենց որ ծառը պտուղ է տալիս, այդ կետից են սովորաբար տեսնում։ Այն արմատի աճացնելը պետք է աճացնել, որպեսզի ծառերը սկսեն պտուղ տալ։ Այնպես հաջորդ բանը այն է, որ ասում են, որ մի 5 հոգի է գրանցվել։ Գիտեք քանի հոգի է գրանցվել այս ծրագրին։ 53 հոգի է գրանցվել, այդ 53-ից 4 թիմը այսօր մինչև այսօր եկել են հասել են այստեղ, 4 թիմը կազմված է 25 մարդուց, 53-ից 25-ը մնացել է ամիսներ անց, որ այսօր ձեզ իրենց աշխատանքներ են ներկայացնելու, դրա համար անչափ ուրախով կպարտան։ 5 հոգու սպասելիքներ, 11 անգամ ավելի մեծ գրանցում, 5 անգամ ավելի շատ մարդ մնացած ամիսներ հետո։ Շնորհակալություն բոլոր հավատացողներին, որտեղ այս մեր համար շատ կարևոր է, որտեղ հավատացողներն են իրար գլուխ հավաքում ու այդ խելար հավատացողներն են ինչ-որ բան փոխում։ Այսօրվա աջենդայի մասին, այսօր ինչ ենք անելու, ամեն թիմ ունենալու է 20 րոպե, որպեսզի իրենց արած աշխատանքը ներկայացնի, այդ թվում նաև պատասխանի հարցերին, հետևաբար մոտավորապես ժամկես է տևելու այդ ամբողջ ընթացքը։ Հետո ժյուրին գնալու է մոտավորապես կես ժամ ունենալու, որի ընթացքում որոշում է կայացնում, թե որ թիմերն են անցնում հաջորդ փուլ։ Այդ ընթացքում, երբ որ ժյուրին գնում է որոշում կայացնելու, մենք մի հատ խաղ ենք խաղում։ Խաղի գաղափարը հետևյալն է, բոլոր մարդիկ, ովքեր մնում են զդալիճում, իրենք անում են ակտիվ նետվորքինգ։ Այն մարդկանց, որ չեք ճանաչում, մոտեցեք, ծանոթացեք, իմացեք իրենք ով են, ինչ են անում։ Եվ ձեր հեռախոսի մեջ հավաքեք այդ ինֆորմացիա, այդ մարդու անունը եւ ինչ-որ մի ձեզ հետաքրքիր մի փաստ այդ ինֆորմացիայի մասին։ Գիտեմ, որ նետվորքինգը դժվար է, մարդիկ կաշկանդվում են իրար հետ շփվելուց, դրա համար գեյմիֆայ ենք անում, որպեսզի խաղի կանոնների համաձայն արդեն մոտենանք իրար հետ խոսակ ու հավաքեք այդ ինֆորմացիան, որտեղ երբ որ միջոցառումը կավարտվի, հետո դուք վերջում 1 ժամ ունենալու եք, որպեսզի այդ մարդկանց հետ արդեն գիտեք ով ով ինչով ազգավում, ձեզ ինչ է մարդը հետաքրքիր, արդեն դուք կարողանաք մոտենալ ու խոսել։ Ամենաշատ ինֆորմացիա, ավելի ճիշտ կապեր հավաքած մարդուն փոքրիկ մրցանակ իմ կողմից։ Այդպես։ Հետո ժյուրին կհայտարարի արդյունքները, կտա ֆիդբեք, կունենանք գրուպ ֆոտո եւ ունենանք 60 րոպե նետվորքինգ։ Այդքանով այստեղ կավարտենք ինչ ենք անում, ժամ 6-ին գնում ենք Friends House, որպեսզի մեր նետվորքինգն ու նաեւ after party-ն անենք, շարունակենք, 3 ժամ այնտեղ ենք լինելու, մուտքը վճարովի է, մեզ համար հատուկ ուսանողական գներով են այդ մարդիկ բանալել, ուստեղ էլի այդ միասնության ուժը զգացվում է, երբ որ մենք շատ ենք, մեզ ավելի լավ է վերաբերվում, ավելի այլ պայմաններով է վերաբերվում, թեկուզ փոքր բան, բայց մնացած հարցերում են այդպես։ Այդպես, թիմերի մասին արդեն ասացի, 4 թիմ ունենք, հիմա կլսենք իրենց պատմությունները, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հրաշալի ժյուրիին, շատ մեծ հարգանք ունեմ բոլորի նկատմամբ առաջարկման ծառայել մարդիկ են, ովքեր լուրջ ճանապարհ են անցել ու անցնում։ Եվ ներկայացնեմ, Նարեկին Armamans Games-ից, Armamans-ի համահիմնադիրներից եւ արտերեկը, արտաքին Արոպայից, տեխնիկական դիզայն մասով լիդ, աշխատում է տեխնիկական լիդնա, Ալիկը Ռոկվայց Games-ի համահիմնադիրը եւ որքան հասկանում շատ մեծ ազդեցություն է դիզայնի մասով եւ Սարգիսը եւ Սարգիսը սպասորդից մեծ ճանապարհ ունի անցած եւ բոլորն էլ մարդիկ են ովքեր ոչ միայն ճանապարհ են անցել, այլ նաեւ ժամանակի ընթացքում contribute են արել, տարբեր կոնֆերանսներ, տարբեր արժեքներով contribute են արել community-ին, շատ կարևոր է։
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Գեղարվեստի ակադեմիային, որտեղ իրենք էլ են սկզբի այդ հավատացողներից եղել, որ մեր համար իրենք պայմաններ են ստեղծել, գալ այստեղ հավաքվել, այս միջոցառումը անցկացնել ու շատ լավ վերաբերմունք ունենք բոլորի կողմից, ովքեր որ այս ամեն ինչին մասնակցում են եւ օգնում են մեզ։ Նորից շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր ինչ-որ չափով ներդրում են ունենում այս ամեն ինչը կարողանալու, այս ամեն ինչը աճելու, զարգանալու գործում։ Ձեզ նաև, որ այսքան ամիս չարչարվել եք, ոգի եք դրել դժվարություններ եք հաղթարել, այսօր եկել եք հասել եք ձեր պատմություններով այստեղ։ Այսքանը։ Փոխանցեմ բարձրախոսը առաջին թիմին ու լսենք իրենց աշխատանքի մասին։ Ima kao žuni. Like